Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր մարտի 21 Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհովը եւ ոտքդ չի գայթի Առակաց 3 գլուխ 23-րդ խոսք Այլ կերպ ասած, եթե մենք հետևենք իմաստության եւ սրբության ճանապարհներին, ապա դրանց մեջ էլ պիտի պահպանվենք։ Նրանք, ովքեր ցերեկը մայրուղով են գնում, որոշակի պաշտպանության տակ են։ Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական ուղին, այսինքն իր կոչումը կյանքում, եւ եթե մենք այն քայլենք բարեպաշտորեն Աստծո երկյուղով, նա կպահպանի մեզ չարիքից։ Մենք գուցե ճոխությամբ չճանապարհորդենք, բայց մենք կքայլենք անվտանգ։ Գուցե չկարողանանք վազել երիտասարդների պես, բայց կկարողանանք քայլել բարեպաշտ մարդկանց պես։ Մեր մեծագույն վտանգը մեր իսկ մեջ է։ Մեր տկար ոտքը ցավալիորեն հակված է սայթաքելու, ուստի աղոթենք առավել բարոյական զորության համար, որպեսզի մեր սայթաքելու հակումը հաղթահարվի։ Ոմանք սայթաքում են, որովհետև չեն տեսնում ճանապարհին ընկած քարը, բայց Աստվածային շնորհը մեզ հնարավորություն է տալիս ճանաչելու մեղքը եւ այդպես խուսափել նրանից։ Եկեք աղաղակենք այս խոստման համար եւ վստահենք նրան, ով հաստատուն է պահում իր ընտրյալներին։ Ավաղ մեր ամենամեծ վտանգը մեր իսկ անփութությունն է, սակայն դրա դեմ Տեր Հիսուսը մեզ զգուշացրել է. արթուն կացեք եւ աղոթեք։ Երանի շնորհ ունենանք այս օրը անցնելու առանց անգամ մեկ սայթաքման։ Բավարար չէ, որ մենք պարզապես չընկնենք, մեր աղաղակը պիտի լինի այն, որ մեր ոտքերով անգամ ամենափոքր սայթաքումն էլ չանենք, այլ վերջում երկրպագենք նրան, ով կարող է մեզ պահել ամեն սայթաքումից։